Լսել եմ, որ գազել ավտոմեքենա է վարվել եւ ուրիշ ոչինչ բան։ Իրականում այրվել էր ոչ թե գազել մակնիշի, այլ վազ 21099 եւ BMW մակնիշի ավտոմեքենաները։ Դեպքը տեղի էր ունեցել ժամը 13:50-ին Տերյան Տիգրանյան փողոցների խաչմերուկում։ Նախնական տվյալներով հրդեհի պատճառը հարևանությամբ գտնվող բենզալցակայանի բենզատարի վառելիքի արտահոսքն է։ Առաջինը բռնկվել է 21099 մակնիշի ավտոմեքենան, ինչն այրվել է գրեթե ամբողջովին, կրակը տարածվել է եւ հրդեհվել է նաեւ հարևանությամբ տեղակայված BMW մակնիշի ավտոմեքենան։ Վերջինս վնասվել է մասնակիորեն։ Ես խանութ եմ եկել, խանութից դուրս ելա ու տեսնեմ բենզավոզը շլանգներով բաժար ընկած, եկավ հասավ այստեղ որ յանիշն էր բդի մարեր։ Իջավ վինտել հարի փագես բաները, մեքենան արդեն կապավ, փոցը տվել էր, լավ փոց էր ելե։ Եկանք ստեղ արդեն կբարեր, տեղյակ չեմ։ Վախթան Գիգիթյանը վազ 21099 մակնիշի ավտոմեքենայի վարորդն է։ Նրա խոսքերով ինքը մեքենան կայանել է փողոցում ու խանութ գնացել։ Մի քանի րոպե անց վերադառնալուց հետո մեքենան արդեն կրակի մեջ է տեսել։ Նրա կարծիքով հրդեհը սկիզբ է առել հարևան բենզալցակայանում։ 010 մակնիշի մեքենան լրիվ այրված է, գազելը մեջն է, ոչ մի բան չկա, մեկ է սենք պատերն է սևացել։ Գյումրու վիրաբուժական հիվանդանոց են տեղափոխվել բենզալցակայանի այրվածքներ ստացած երկու աշխատակից։ Նրանցից մեկը Էդուարդ Կարապետյանը գտնվում է հիվանդանոցի ընդհանուր բաժնում։ Այրվածք ունի ոտքին։ Վիճակը Բավարար է։ Մյուս հիվանդը 1974 թվականին ծնված Արթուր Հակոբյանը վերակենդանացման բաժանմունքում է։ Նա մարմնի տարբեր հատվածներում տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել։ Բժիշկների խոսքերով այրվել է նրա մարմնի 80%-ը։ Արթուր Հակոբյանի վիճակը գնահատվում է ծանր։ Դեպքի մանրամասները ճշտվում են։ Արմինե Ավետիսյան, Տիգրան Գասաբյան, Գալանյուս։